Սայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրի բժշկական կենտրոնի վերարտադրողական առողջության կենտրոնի պատասխանատու գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Արմինե Սարգսյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք բժշկուհի, որ մեր հրավերն ընդունեցիք։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Մեր նախորդ անգամ տաղավարում գտնվելու ժամանակ մենք խոսեցինք անպտղության հաղթահարման պետական ծրագրի մասին, որը նոր էր ներդրվել Գյումրի բժշկական կենտրոնում, եւ այսօր արդեն ավելի քան 1 տարի է անցել եւ ես կուզենայի խոսեինք մի փոքր արդեն արդյունքների մասին։ Ունենք որոշակի արդյունք գրանցված։ Այո, ուղիղ 1 տարի առաջ ներդրվել է տվյալ ծառայությունը, ընդ որում մարզերից առաջին էինք մենք, դա պիլոտային ծրագիր է, որը ներդրվել է առողջապահության նախարարության աջակցությամբ, անմիջական կառավարմամբ եւ ղեկավարմամբ։ Դա կառավարության ծրագիր է, որը ուղղված է անպտղության հաղթահարմանը, ազգաբնակչության եւ քանի որ հիմա կարելի ասել որ յուրաքանչյուր 4-րդ զույգը անպտուղ է համարվում, ստատիստիկայի որոշում է կայացվել տվյալ ծրագիրը ներդնել, որպեսզի մեր ազգաբնակչությունը ավելի շատանա։ Քանի որ ինքը պիլոտային ծրագիր էր, մինչև այժմ գործում է միայն մեր մարզում, թե արդեն մյուս մարզերում էլ է սկսել գործել։ Եվս մեկ մարզում է ներդրվել կառավարության առողջապահության նախարարության աջակցությամբ եւ պլանավորվում է ներդրվել եւս մնացած մարզերում հեռավոր, որպեսզի տվյալ զույգը չգա հասնի Երևան եւ չծախսի իր ռեսուրսները, ժամանակը, ֆինանսները, այլ տեղում ստանա այն բուժօգնությունը, որը երկրորդ մակարդակի կաբինետներին բնորոշ է։ Արդեն 1 տարի անցել է եւ կուզենայի կոնկրետ արդյունքների մասին խոսենք, շատ են դիմողները։ Այո, ճիշտ է, անցել է մի տարի, հաղթարվել են շատ դժվարություններ, սկզբից շատ դժվար էր, բայց մեր յուրաքանչյուր քայլ համապատասխանեցվում էր առողջապահության նախարարության համապատասխան բաժնի կողմից եւ իրենց օգնությամբ նաեւ մեր ջանքերով հաղթարվեց այդ դժվարությունների տեխնիկական, մի քանի ամսվա ընթացքում ամեն ինչ ընկավ հունի մեջ եւ հիմա դիմելիությունը շատ է։ Ծրագիրը սպասարկում է ոչ միայն մեր մարզի բնակիչներին, այլև Լոռու մարզ եւ Արագածի մարզը։ Հիմնականում դիմում են մեր մարզից եւ Լոռու մարզից։ Հիմնականում որ զույգերը կարող են դիմել։ Հիշեցման կարգով ասեմ, որ մեր ծրագրին կարող է մասնակցել այն զույգերը, որոնք ունեն առաջնային անպտղություն 20-ից 42 տարեկան, առաջնային անպտղություն 2 տարի եւ ավել։ Հայաստանի քաղաքացի են հանդիսանում եւ այն զույգերը, որոնք ունեն երկրորդային անպտղություն, այսինքն ունեն 1 բալիկ 20-ից 36 տարեկան ներառյալ կարող է մասնակցել եւ ստանան համապատասխան հետազոտությունների բուժումը եւ ներարգանդային սերմնավորման 6 փորձ։ Այսինքն անպտղություն ասվածը նույնիսկ երեխա ունենալու դեպքում է արկա։ Այո, դա կոչվում է երկրորդային անպտղություն եւ հիմա շատ մեծ տոկոս է զբաղեցնում ազգաբնակչության մեծ մասը հիմնականում նույնիսկ երկրորդային անպտղությունն է, դրան նպաստում են որոշակի գործոններ կամ բարենպաստ, որոնք կարող են նպաստել այդ երկրորդային անպտղության զարգացմանը։ Դրանք կարող եմ թվարկել մի քանիսը, որոնց մեջ մեծ տոկոս է կազմում, հարկ է նշել տղամարդու անպտղությունը։ Նույնիսկ այն տղամարդը, որը ունեցել է 1 բալիկ, կարող է ժամանակի ընթացքում վնասակար գործոնների ազդեցությամբ, ստրեսներ, ծխախոտ, վատ էկոլոգիա, կարող է երկրորդային անպտղություն ձեռք բերել եւ արդեն չունենա զավակ։ Մեր իրականության մեջ շատ են դեպքերը, երբ անպտղության ժամանակ հատկապես տղայի ծնողները մեղադրում են կնոջը։ Դա ասենք չգրված օրենքի պես մի բան է։ Որքանով է այս մեղադրանքները իրատեսական։ Դա կարծրատիպեր է, որոնք հիմա մնացել է հերվում, որովհետև հիմա ապացուցողական բժշկության, որ անպտղության գրեթե կարելի ասել կեսը, 50%-ը կարելի ասել, որ տղամարդը մեղավորությամբ է ճակերտներում։ Իհարկե մեղավորներ փնտրել պետք չէ, այլ պետք է տվյալ զույգին օգնել եւ ցանկացած դժվարություն հաղթարել է, եթե ժամանակին դիմել եւ ստանալ պատշաճ օգնություն։ Այո, եւ դա ինչով է օրինակ դրսևորվում այդ այսպես ասած ճակերտավոր մեղադրանքները։ Տղամարդը կարող է բացարձակ սիմպտոմներ չունենալ, իրանք կարող են ապրել իրանց կանոնավոր կյանքով, սակայն 1 բալիկից հետո արդեն իրանք կարող են երեխա չունենալ կամ ընդհանրապես
եթե խոսքը վերաբերում առաջնային անպտղությանը, արտաքնապես այդ տղամարդիկ լրիվ առողջ են, ոչ մի գանգատ չունեն եւ հիմնական պատճառներից մեկը կարող է լինել անախտանիշ տարած բորբոքումները, ինֆեկցիաները։ Այսինքն հարկավոր է դիմել բժշկի, որպեսզի այդ ամենը արդեն բացահայտվի, կանխվի, բուժվի։ Այո, հարկավոր է դիմել բժշկի, իհարկե իդեալական կներ, եթե զույգը դիմեր նախքան ամուսնանալը, նախամուսնական խորհրդատվության բժշկի, գոնե մանկաբարձ գինեկոլոգների իրանց տեղամասային պոլիկլինիկաներում կա նման ծառայություն, սակայն ցավոք սրտի իրականության մեջ կարծես թե այո, այս մոդելը ընդունված չէ։ Այո, մեր իրականության մեջ կա հակառակ մոդել ընդունված, կամ զույգը ընդհանրապես չի դիմում, կամ էլ շատ շուտ է սկսում դիմել, ինչ որ արհեստական ֆորս մաժորային իրավիճակներ ստեղծելով։ Բաժանություններ հաճախ են լինում այս անպտղության ժամանակ ձեզ հանդիպել են, երբ օրինակ այս ծրագրի շնորհիվ, կասեցվել է այդ բաժանման պատուհասը։ Մենք ունենք զույգեր, իհարկե պետք է գաղտնիությունը պահել, մի քանի զույգ կային, որոնք արդեն որոշել էին բալիկ որդեգրեին, որովհետև իրանք չէին կարող գնալ Երևան եւ այլն, ճանապարհ, ծախսեր եւ այլն, եւ երկար տարիների անպտղություն, հուսահատություն, սակայն արդեն հիմա դիմել են եւ մեծ ողջավորությամբ այցելում են եւ շատ նորմալ պրոգնոզներ է սպասվում։ Դա արդեն ողջունելի է։ Իսկ կանայք են սիրով գալիս, թե տղամարդիկ։ Տղամարդիկ մի փոքր կարծրատիպերից ելնելով շատ ավելի դժվար են գալիս, սակայն առաջի երկու հանդիպումն է դժվար լինում, հետո մենք աշխատում ենք հիմնականում կանանց հետ, այսինքն տղամարդիկ որոշակի հետազոտություններ անցնելով հիմնականում ռեպրոդուկտոլոգի գործը կնոջ հետ է, ճիշտ է զույգը տղամարդն էլ ամասնակցում, սակայն 90% ժամանակը կարելի ասել հատկացում է կնոջը եւ արդեն սահմանները իհարկե բժիշկ պացիենտ սահմանները չանցնելով արդեն ձեռքաբերվում կնոջ կողմից էլ ինչ որ վստահություն բժշկի հանդեպ եւ սկսվում է արդեն իսկ վստահությունը եւ հավատը դա գործի կարելի ասել որ 70%-ն է։ Հենց հաջորդ հարցս դրան էր վերաբերելու, որ դժվար է թե հեշտ է վստահությունը, բուժառուների վստահությունը ձեռք բերելը։ Մեր բուժառուները շատ տարբեր բնավորության են, շատ տարբեր սոցիալական խավերի են, շատ տարբեր կրթությունով են եւ պետք է յուրաքանչյուրին գտնել, այսպես ասած, բանալին եւ իր բնավորությանը եւ այլն պետք է մաչելի բացատրել։ Եթե բուժառուին բացատրվի ինչ որ գիտական բառերով, բուժառու ունենք, որը ուղղակի չի հասկանա, ես ինչ եմ բացատրում, աշխատում ենք ավելի մաչելի, ավելի, այո, པարզ օրինակների վրա բացատրել, որ երբեմն այդքան բժշկական չի, սակայն օժանդակ հետազոտություններ իրականացնում եք։ Մենք տվյալ փաստաթղթերը ներկայացնում ենք նախարարություն, 5 օրվա ընթացքում նախարարությունը մեզ տալիս է պատասխան, ընդունում է տվյալ զույգին, թե մերժում է տվյալ զույգի տվյալները եւ արդեն 5 աշխատանքային օրվա հաստատումից հետո մենք զույգին կանչում ենք, ես սկսում ենք մեր պլանային հետազոտությունները, որոնք ունեն որոշակի օրեր եւ որոշակի հերթականություն։ Այսինքն նախքան հետազոտությունը դեռ այդ խնդիրը կա, որ պետք է նախարարության կողմից տվյալ զույգը ընդգրկվի ծրագիր։ Այո, հիմնականում 90% դեպքերում խնդիրներ չեն եղել, երբեմն լինում է, որ զույգը որևէ տեղեկանք կամ ինչ որ բան, ինչ որ չի համապատասխանում, երբ որ արդեն փոխվում է նախարարությունը շատ ուշադիր նախարարության համապատասխան բաժինը նայում է եւ հաստատում են եւ արդեն մենք սկսում ենք մեր հետազոտությունները։ Ոգևորվածություն կա այս առումով զույգերի մոտ ծրագրի հանդեպ։ Այո, զույգերի մոտ կա ոգևորվածություն, շատ մեծ է հեռուստատեսության դերը, նախարարության դերը իրազեկման գործում եւ արդեն իրենք էլ են միմյանց ասում եւ արդեն իրար իմաց տալով արդեն գալիս են դիմում են։ Ունենք շատ մեծ հաջողություն։ Վերջերս, եթե չեմ սխալվում, ավելի քան 1 ամիս առաջ, կարծես առաջին երեխան էր լույս աշխարհ եկել այս ծրագրի շրջանակում։ Ճիշտ եմ հիշում։ Այո, ունենք առաջիկայում էլի սպասված երեխաներ։ Առաջիկայում ունենք սպասվող երեխաներ, քանի որ դա առաջինն էր, մեր առաջի բալիկը մենք որոշեցինք այդպես, իհարկե չհրապարակելով ծնողների անունները, որովհետև դա շկական գաղտնիություն գոյություն ունի եւ զույգերը իրենք չեն ուզում, մենք նույնիսկ մեր կաբինետների դասավորվածությունն է այնպիսին եւ մուտքը, որպեսզի միմյանց չհանդիպեն զույգերը, որովհետև զույգը իրավունք ունի պահպանի իր գաղտնիությունը եւ
դա երկու անձնավորության գործ է։ Այդ հետազոտություններին ինչպես են հաճախում բուժառուները։ Բուժառուները շատ մեծ ոգևորությամբ են հաճախում հետազոտությունների, որովհետև իրենց պատշաճ բացատրվում է, որ դա էտապ է նախնական, որը պետք է անցնել, բացահայտել ինչն է պատճառը, դնել ախտորոշում, որպեսզի նոր սկսել բուժումը։ Բուժումներից հետո արդեն ներարգանդային սերմնավորման 6 փորձ, որ պետությունը մեզ տրամադրում է բացարձակ անվճար։ Պետպատվերի շրջանակում։ Այդ 6 փորձ ասվածը իրենց ինչ է ներկայացնում։ Լինում է, երբ չի հասնում 6-րդ փորձին։ Մեր բոլոր զույգերը, այն զույգերը, որոնց մոտ գրանցվել է հղիություն, կարող եմ մեծ պարտությամբ ասել, որ չի հասել 6-րդ փորձին, իսկ երբեմն լինում են դեպքեր, որ 6 փորձից հետո հղիություն չի գրանցվում, որովհետև յուրաքանչյուր ներարգանդային սերմնավորման տոկոսը կազմում է 10-ից 12%։ Եվ իզուր չէ, որ 6 փորձ է դրված, որովհետև գումարային 60%-ից ավել ներարգանդային սերմնավորումների դեպքում, եթե դրական արդյունք չի գրանցվում, պետք է արդեն անցնել հաջորդ քայլին։ Հաջորդ քայլը դա արտամարմնային բեղմնավորումն է, որը իրականացվում է միմիայն քաղաք Երևանի կլինիկաներում, իսկ ներարգանդային սերմնավորումը, ինչպես ասեցի, իրականացվում է երկրորդ մակարդակի կլինիկայում, որոնց առաջինը մենք ենք հանդիսանում։ Այսինքն, եթե այդ 6-րդ փորձից հետո էլ չստացվի, պետք չի, որ մեր զույգերը, հիասթափվեն։ Դեռ ամեն ինչ կորած չէ։ Ոչ, նույնիսկ կան ապացույցներ, որ ինքնաբուխ հղիություններ ա լինում 6 փորձ ներարգանդային սերմնավորումից կամ 3-ից 6 ամիս ձվարանների խթանումից հետո զույգը կոպիտ ասած տուն նստած իրանց մոտ կարող է գրանցվել սպոնտան հղիություն։ Դա տվյալ ընդունած դեղորայքի եւ բուժումների արդյունքն է։ Հերահար արդյունք կարելի ասել։ Իսկ ընդհանուր առմամբ բուժման այդ մեթոդները շարունակականությունը որքան է, այսինքն ինչքան ժամանակում է այս ամենը իրականանում։ Հետազոտություններին կարելի ասել, որ տրամադրում է մոտ 1 ամիս, որովհետև պետք է զույգը սկզբից անցնի հետազոտություններ, որոնք կնոջ ցիկլից դուրս է, եւ որոշակի հետազոտություններ, որոնք ունեն իրենց հատուկ օրերը։ Այսինքն ամեն ինչ ունի իր ժամանակը, պետք է անցնել եւ մոտ մի ամիս էլ կամ նույնիսկ ավելի քիչ գնում է ինչ որ բաների շտկմանը, սուր պրոցեսների շտկմանը։ Ընթացքում ամեն ինչ զուգահեռ է ընթանում եւ երբ որ արդեն շտկվել է իրանց եւ հորմոնալ ֆոնը եւ ուրոգենիտալ ինֆեկցիաների բուժումը գնացել, արդեն անցնում ենք հաջորդ этаպին, որը կնոջ ձվարանների խթանումն է։ Այսինքն որոշակի դեղորայքով կինը սկսում է ստանալ որոշակի օրերի դեղորայք եւ երբ որ գալիս է ձվազատման օրը, արդեն ամուսինը հանձնում է իր սերմը, որը անցնում է հատուկ մշակում։ Մենք ունենք անհրաժեշտ կահավորումը, անհրաժեշտ նյութերը եւ 2-3 անգամ մշակում անցնելուց հետո շատ ավելի ակտիվ սերմը շրջանցելով արգանդի վզիկը, որովհետեւ կա վզիկային գործոն, անպտղության վզիկային գործոն, շրջանցելով արգանդի վզիկը եւ կրճատելով ճանապարհը 2 անգամ, արդեն ներմուծվում է մաքուր սերմը արգանդի խորոջ, որպեսզի մենք բարձրացնենք բեղմնավորման շանսերը։ Նպաստող գործոններ են, այսինքն։ Այո, մի քանի ընդհանուր առմամբ գործընթացը ինքնին բարդ եւ պատասխանատու է։ Միանշանակ, որովհետեւ նույնիսկ ստիմուլյացիան ունի իր ձևերը, որովհետեւ եթե դու անես ձվազատման խթանում եւ անվերահսկելի աճ տա, մենք կարող ենք օգնության տեղը վնասել կնոջ օրգանիզմին եւ ստանալ շատ ավելի բարդ իրավիճակ, որը կոչվում է հիպերստիմուլյացիայի համախտանիշ։ Դա որը անմիջապես սպառնում է կնոջ կյանքին։ Ուզում եմ ձեզ մաղթել այս ամենի մեջ շատ մեծ զգոնություն, որովհետև իսկապես առաջին խնդիրը հենց դա է՝ լինել զգոն եւ պատասխանատու յուրաքանչյուր քայլի մեջ։ Եվ իմ կարծիքով զույգերը չպետք է հիասթափվեն այդ, այսպես ասած, երկարատև բուժումից, իմանալով, որ վերջում իրենց ինչ է սպասվում։ Այո, այդ զգոնության մասով կարող եմ ասել, որ կատարվում է ուլտրաձայնային մոնիտորինգ, ֆոլիկուլոմետրիա, 2-3 օրում մեկ վերցվում է չափեր այդ ֆոլիկուլների, որպեսզի խուսափենք մենք տվյալ բարդությունից։ Եվ բացի դրանից գոյություն ունեն, դա կոչվում է վերահսկվող ստիմուլյացիա, այսինքն պետք է ճիշտ վերցնել
իրանց դոզաները դեղորայքի, դա շատ հեշտ բան չէ, որովհետև նույնիսկ կին ունենք, որը դեղահաբերից մենք անցնում ենք սրսկման ձևով ստիմուլյացիայի, որը շատ ավելի կանխատեսելի է եւ մենք կարող ենք ժամանակին դեմը առնել։ Այսինքն մենք պատրաստվում ենք, մենք այն դեղորայքը, որ արտամարմնային բեղմնավորման դեպքում է նաեւ օգտագործվում մոտ 10-15 ֆոլիկուլ ստանալու համար, մենք համապատասխանեցնում ենք ներարգանդային սերմնավորման գործընթացին, որpիսի մենք ստանանք 2 ֆոլիկուլ մաքսիմում, այլ ոչ թե 10-15։ Բժշկուհի համագործակցություններ այս առումով որ կլինիկաների հետ են հատկապես կամ միգուցե հենց առողջապահության նախարարության տակ ենթակայության գտնվող հիմնարկների հետ։ Զույգը միշտ հարցում ենք զույգի կարծիքը, զույգը ինքն է որոշում, որ կլինիկա դիմի, համագործակցում ենք երևանյան կլինիկաների հետ եւ անմիջապես կապի մեջ ենք, որպեսզի հետադարձ կապ լինի եւ տվյալ զույգը արդեն հղի վերադառնա մեր մոտ։ Ձեզ համար եւս այդ լուրը շատ սպասված է բնականաբար։ Այո, նույնիսկ զույգ ունեի, որը ներարգանդային սերմնավորման 6 փորձից հետո քաղաք Երևանում արդեն գրել էր դիմումը, պատրաստում էր օգտվել պետպատվերից արտամերմնային բեղմնավորմամբ եւ այդ ամիս գրանցվեց սպոնտան հղիություն։ Հիմա նա վերադարձել է եւ հսկվում է մեր մոտ։ Սպասված եւ ողջունելի նորություն։ Բժշկուհի, անցնենք վերապատրաստումների թեմաներին։ Վերջերս Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակցել եք նաեւ կոնգրեսի, ընդհանրապես այս կոնֆերանսները, կոնգրեսները ինչ են տալիս։ Այո, ես հայկական դելեգացիայի կազմում մարդու վերարտադրողական առողջության ասոցիացիայի ղեկավարի անմիջական մենք իր գլխավորությամբ մասնակցել ենք Թբիլիսիում կայանալիք այդ կոնֆերանսին, շատ հագեցած էր, բացի նրանից, որ համաշխարհային մեծություններն էին, բժշկական ռեպրոդուկտոլոգիայի մեծություններն էին հավաքված, իսկ մենք միշտ էլ բանն ենք սովորել մեր մեծերից, բացի դրանից վերջին նորությունները բոլոր այնտեղ արկա էին եւ շատ մատչելի, իհարկե բաներ կա, որոնք դեռ մեր մոտ չի արվում, սակայն կներդրվի։ Անպայման կներդրվի, այո։ Եվ առաջիկայում եւս նախատեսվում են այդպիսի հանդիպումներ, օրինակ վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 23-րդ գիտաժողովին եք մասնակցելու, սա իրենից ինչ է ներկայացնում եւ ինչ նպատակ է հետապնդում։ Այո, Հայաստանի ռեպրոդուկտոլոգիայի բոլոր ներկայացուցիչները մարդու վերարտադրողական ասոցիացիայի գլխավորությամբ հենց իրենք էլ միշտ կազմակերպում են դա, հիմնականում լինում է ամառը, այս տարի որոշվեց, որ այս ոսկե աշտանը պետք է լինի, ճիշտ է 1 օր է տևում, սակայն շատ գերհագեցած է եւ դրսից հրավիրված մասնագետներ են լինում եւ ասեմ ձեզ, որ Հայաստանի ռեպրոդուկտոլոգիան էլ շատ բարձր մակարդակի վրա է գտնվում եւ մենք լսում ենք վերջին նորությունները, յուրաքանչյուր կլինիկա ներկայացնում է իր նորությունները, իր հետազոտությունները, փորձի փոխանակում է տեղ ունենում, որը շատ կարեւոր է։ Բժշկուհի Սարգսյան, քանի որ մեր հաղորդումը արդեն մոտենում է իր ավարտին, ես կուզենայի, որպեսզի արդեն որպես մասնագետ ձեր կոչը հորդորը հղեիք մեր հեռուստադիտողներին հատկապես այս ծրագրի հետ կապված։ Լինեն թող իրազեկված, ժամանակին ստանան համապատասխան բուժում, պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնեն եւ չկորցնեն ժամանակը։ Շնորհակալություն, շատ բազմաբովանդակ տեղեկատվություն տրամադրելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրի բժշկական կենտրոնի վերարտադրողական առողջության կենտրոնի պատասխանատու Արմինե Սարգսյանին։ Մեդինֆոն էր եթերում, եղեք առողջ։